Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե այս ընտրություններում ինքը չհաղթի իր ղեկավարած ուժը պատերազմ կլինի եւ նաեւ ընտրություններին դուք ում եք սատարում։ Ես որևիցե դիրքորոշում չեմ ուզում հայտնել, դա Հայաստանի քաղաքացիների որոշման տիրույթում է, բոլոր քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց ծրագրերը, այդ թվում Արցախի ժողովրդի հետ կապված, Արցախի հետագա ճակատագրի հետ կապված եւ պետք է Հայաստանի քաղաքացիները ընտրեն, թե ինչ ճանապարհով են շարունակելու շարժվել եւ ըստ դրա նաեւ մենք էլ մեր դիրքորոշումը Պարոն Շահրամանյան երեք Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրենք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում են ճանաչել Ռուսաստանի Դաշնության հայտարարություններից հետո ու նաեւ այս մեղադրանքների ֆոնին Փաշինյանը նախկիններին էր մեղադրում Արցախի հանձնման համար, ձեզ էին մեղադրում, ի վերջո հիմա ով է մեղավորով է հանձնել Արցախը։ Ես ասացի, որ մենք այս իրավիճակում հայտնվել ենք 2020 թվականի ահետալի պատերազմից հետո 23 թվականի տեղի ունեցածը դա 2020 թվականի պատերազմի հետևանքներն են։ Այսօր ստեղ որոշ մարդիկ խոսում են, որ 23 թվականին մնայիք պայքարեիք։ Ես ուզում եմ հիշեցնել այդ մարդկանց, որ 2000 եթե մենք պետք է մնայինք մինչև վերջ պայքարեինք, դա պետք է անենք 2020 թվականին, որ ավելի լավ պայմաններում ենք եղել։ Հանձնված չի եղել Աղդամը, Քելբաջարը, Ջաբրայելը, Կուբատլոն, Լաչինի տարածքը, ադրբեջանցիները չէին գտնվում Շուշիում եւ արցախցիները չէին գտնվում լեակատար շրջափակման մեջ։ Այսինքն ինչ հնարավորության մասին պետք է լիներ 2023 թվականին մնայիք մինչև վերջ պայքարեիք։ Եթե պետք է պայքարեիք, դա պետք է լիներ 2020 թվականին։ Եվ 20 թվականի նոյեմբերին այդ 9-ին ստորագրված փաստաթղթի հիման վրա է, որ ռուսական խաղապահ հայտնվել են Արցախում։ Այսօր նաև լսում եմ տարբեր տեղեր, որ դուք ասել եք սպասիբա Ռոսիայի, սպասիբա Պուտինու, չգիտեմ, բայց մոռանում են, որ ռուս խաղապահները հայտնվել են Արցախում այդ ստորագրության շնորհիվ։ Եվ իրենց շնորհիվ է, որ հնարավոր է եղել, որ Արցախի ժողովուրդը վերադառնան Արցախ։ Հազարավոր մարդիկ դուրս էին եկել Արցախից, քաղաքացիական անձինք, որոնք վերադարձել են։ Եվ իրենք էին ապահովում եւ հանդիսանում երաշխավորը, որ Արցախի ժողովուրդը այնտեղ կարում էր ապրել։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։